Աստուծո խոսքեն համար պիտի գարտամ, որ գտնվի Բոս Արաքյալին քրած նամակներեն մեկու մեջ։ Այդ նամակն է առաջին երկրորդ Կորինթացիս 7-րդ գլուխ առաջին համարը։ Երկրորդ Կորինթացիս 7:1։ Ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոսմունքները ունենք, մեր անձերը մարմինի ու հոգի ամեն կերպ բղծութենե մաքրենք և սրբությունը գադարելագործենք Աստուծո վախովը։ Մեր նյութը պիտի ըլլա ինչու համար ձոմաբահություն։ Մեծ բակի ժամանակաշրջանի մեջ կգտնվենք և բոլոր եկեղեցիներու մեջ այս ուղղությամբ գխոսվի։ Պիտի փափաքիմ եսալ եկող երկու գիրագիներուն աղոտքի շուրջ խոսիլ։ Ուրախ լուրը այն է, որ բոլոր անոնք, որոնք առաջնորդի թերը ունին եկեղեցիներու մեջ, փեմերեն գշեշտեն մարդուն սիրտին վրա։ Ասի ուրախ լուր մնե։ Չեմ că եթե ճիշտ է այն դեպքը, որ բադահած է, օրը թաղական խորհրդի անդամները, որ նոր ընտրված են, գերտան քահանային գսեն մեծ բակի շրջանին սկիզբը, դեր այր ինչ պետք է ուտենք այս 40 օրվա մեջ, անալ գսե նայեցեք, ինչ որ գուզեք, գերեք, միայն իրարու միս մի ուտեք։ Այնպես որ ուրախ լուրը այս է, որ բոլոր եկեղեցիները գշեշտեն սիրտին վրա։ Հիմա ով մտիկ կնե, այսինքն ով գնդունի ըսված այդ ուրիշ հարց։ Մեր դերն ալ հաջախ ըսավ, ան որ լսելու ագան չունի, թող լսե։ Կարևորը սակայն լսելի գտարնա այն ճշմարտությունը եկեղեցու քարոզիչներուն կողմէ։ Անոնք կարևորություն կտան սիրտին վրա, սիրտի մաքրության, ապաշխարության, անձնակնության եւ ասիգա հրաշալի է։ Մենք գաղութենք, որ Աստուծո հոգին կործե մարդոց ներսիթին, որբեսի այդ քարոզված ճշմարտությունները դեղ գտնեն եւ մարդոց փոխեն, նորոգեն եւ այսպեսով դերոջ հետ քալեն։ Քրիստոնեության մեջ անձնամաքրությունը անհրաժեշտ է, որովհետև մեր պատկանելիությունը գստիպե այդ։ Արաքյալը գսե Եփեսացոց նամակի մեջ 5-րդ գլուխ 1-2 արդ Աստուծո նմանող եղեք սիրելի զավակներու պես եւ սիրով վարվեցեք ինչպես Քրիստոս ալ մեզ սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց անուշահոտ բադարակ ու զոհ ըլլալով Աստուծո։ Քրիստոնյան Աստուծո կպատկանի։ Չէ, այդպես չէ, մենք Քրիստոսի կպատկանենք։ Ուրեմն պետք է Հիսուսի նման ըլլանք, Հիսուսի նման վարմունք ունենանք, Հիսուսի նման հեզ ըլլանք, Հիսուսի նման ապրենք։ Ուզեմ քիչ մխոսիլ ձոմաբահության եւ բակի դարբերություններու շուրջ։ Ձոմաբահությունը Աստվածաշունչի հիմք ունի։ Փնակիրը նիստիա գսե, ձոմ, ոչ ուտել, ոչ խմել։ Հիսուս ձոմ բահեց, աշակերտները ձոմ բահեցին, իսկ բակը գանանչեղեն եւ ընթեղեն ուտել է, որ երրորդ թարեն մեզի գուքա եկեղեցի գողմե։ Եվ 40 օր բակ բռնելը եկեղեցվո ավանդության մեջ կանոն եղած է։ Օգտակար է, հիանալի է, աստորամար փառք կուտանք։ Բակը օգտակար է, որովհետև գանանչեղեն եւ ընթեղեն ուտելով մարդը մեկ իր անձը գիրքերը գզսպե, մարմինը առողջ կբահե եւ իր սերը գահիտնե առասպած։ Բակ բռնելով, որովհետև զոհություն կբանչե,
Այնպես որ մի քննադատեք անոնք որոնք բակ կբռնեն եւ ձոմ չեն բահեր բակնալ զողություն ենթադրե մանավանդ եթե մեկը մսագեր է եւ շադագեր է 40 օր իր անձը պիտի զսպե ուրիշ օգտագործություն մնալ գա մի քանի պաունդալ գորսնցնես լավ է առողջություն է շատ մկրիստոնյաներ ամբողջ դարվա ընթացքին ես սիրելի բարեկամներ ունին ամեն չորեքշաբթի եւ ուրբաթ բակ գբռնեն ինչու համար եկեղեցին բակը որպես օրենք դրած է գարտ բաներ գուզեմ հիշել պատրաստվել առաջին Հիսուսի խաչելությունը հիշադակելու անձնամաքրության համար անձը մաքրել անձը ավելի աստուծո մոտենալ եւ աստծո խոսքը գհաստատե անձնամաքրությունը Արաքյալը գսե իր նամակները մեկու մեջ Հովանես Արաքյալ առաջին նամակի մեջ երրորդ գլուխ երրորդ համարի մեջ գսե եւ ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի ինչ կնե ինք զինք գմակրե ինչպես անիգա մաքուր է ոչ թե ինք զինք գմակրե փրկվելու համար կամ զասված բարդագան թողելու համար այլ գմակրե որովհետև փրկված է հույս ունի որ օրը իր փրկին պիտի միանա անոր համար հոս ինք զինք գմակրե նաև խոստովանելու ապաշխարելու եւ աստծո դառնալու համար է բակը հիանալի է նաև նվիրումի համար ավելի աստծո մոտենալ ուզայն ջանչնալ երբ զասված լավ գջանչնան անոր միտքը գհասկնանք անոր ստորոքիլիները հասկնալ կնշանակե զասված ջանչնալ եւ նաև այս ինձ պիտի առաջնորդե անձս ջանչնալ եթե մեկը զասված լավ գջանչնա իր անձնա լավ գջանչնա գիշեք Եսայի մարգարեն երբ աստուծո ներկայության մեջ մտավ աստուծո սրբությունը հասկացավ ջանցավ անոր սուրբությունը եւ արդարությունը ինչսավ վայ ինձի բիծ շրթունքներ ունիմ ես նախաբես ժողովուրդը այբանեց վայ այս ժողովուրդին աբերախտեն անհավատարիմ եւ այլն բայց աստուծո ներկայության մեջ ջանցավ հասկացավ եւ իրանցնալ հասկացավ Բաքի շրջանին ավելի ժամանակ կուտային մեր եկեղեցու հայրերը Սուրբ Գիրք կարդալու եւ աղոթելու ընդհանրապես բոլոր ժողովուրդին ալ գուսուցանեին ինչ լավ բան է այսօր ինչպես կանցնեն չեմ գիտեր Բաքը թուղթ խաղալով ֆիլմ դիտելով թավլը խաղալով չեմ գիտեր ասված օգնականը լավ բայց այս է Բաքի ժամանակաշրջանի մեջ մարդիկ ավելի աստուծո գմոդենան Քալով Ձոմաբաությունը ոչ ուդել, ոչ խմել է, Սուրբ Գիրքի հիմք ունի, Սուրբ Գիրքեն մեզի գուկա, Հիսուսի և անոր առաքյալներուն պերնեն գլսենք այս ուղությամբ, ոչ ուդել, ոչ խմել, և միշտ աղոտքը ձոմաբաության գնգերանար, միշտ, Եթե գարտանք Քորձք առաքելոց 10-րդ գլուխին 3-րդ համարը գսե այն ադեն ձոմ բահելով եւ աղոտ կնելով ցերկ թրին անոց վրա ուղղեցին առաքելական առաքելություն մներ որ ղրգեցին ձոմաբահությունով աղոթեցին հետեւաբար երբ գսենք կգարտանք ձոմ բահեցին չենք հասկնար Իչ գերան, գամ ոսպով կեվտե գերան, գամ ծետով ընթեղեններ գերան, ձոմ գնշանագ է ոչ ուդել, ոչ խմել, այս գնշանագ է ձոմ, և լավ է
եւ Սուրբ քրային է որ մենք ալ ձոմ պետք է բահենք։ Երբ ձոմ բահել եւ ինչու համար քարոզի նյութնալ այս է։ Ինչու համար ձոմաբահություն անել։ Ձոմաբահության համար արդյոք մեկը գրնահարցնել որոշ օրեր կամ ժամեր կան։ Անհադին վիճակեն գախյալ է պատասխանը, մանավանդ եթե թեղեր գործած է պետք է փամուդը։ Ամբողջ օրը արդյոք թե ոչ մինչև այսօր եկեղեցու հայրերեն անոնց նամակներեն գտեղականանք որ անոնք 12 ժամ ձոմ կբահեին։ Սակայն կարևորը ինչու համար ձոմ կբահենք, ինչու համար։ Եվ հոս է որ գուզեմ շեշտել այսօր։ Երբ լուրջ հարցեր կան, ինչպես որ ասենք, երբ ձոմ կբահենք, գաղութենք եւ Սուրբ Գիրքը գընթերցենք։ Գարկ մը լուրջ հարցեր ծեր ուշադրությամբ պիտի անցնեն, որբեսի ձոմաբահությունով աղոթեք։ Անփուժելի հիվանդության համար ձոմաբահությունով գաղոթենք։ Սիրելի մը լուրջ հիվանդությունով գդարաբի մեր դան անդամներեն ես խրախճանքի չեմ երթար թիքետը արժան է եղեր ուդել խմել գա լուրջ հարց կա հոսլունին մեջ ինչս էլ է խրախճանք լուրջ հարց կա ձոմաբահությունով միտքս կգետրոնացնեմ իմ թշվարությանս վրա այս ուղղությամբ ձոմաբահությունով գաղոթենք մեր հայրենիքին համար ձոմաբահությունով գաղոթենք մեր հայրենիքն ալ լուրջ դժվարությունների մեջ անցավ ինչեր գործընթացիկ մարդիկ քեֆի եդևեն խրախճանքները հոգերն ինչ է ձոմաբահությունով աստուծո առջև ձունգի պետք է կանք խոստովանենք մեր մեղքերը այնպես որ մենք ձոմաբահությունով գաղոթենք մեր հայրենիքին համար ոչ թե աղոթքով գհրամայենք գհրահանքենք որ ասված այսն է այնն է ինչ որ պիտի մենք աղոթքով իրեն ուղղություն տանք հապա ձոմաբահությունով գաղոթենք որբեսի ասված մեզի իմաստություն դա շնորհե որբեսի գիտնանք մենք ինչ պիտի անենք անոր համար գաղոթենք որբեսի շիդակ որոշումներ առնեն որբեսի շիդակ ընդրություններ կատարեն աստվածային իմաստության կգարոդի մեր հայրենիքը հագարակ այս բոլոր դժվարությունների մեջ դա գավին մարդիկ խրախճանքներու յետևե հոգերն ինչ է ասորանոր գտադաբարդեն ձոմաբահությունով պետք է աղոթենք դարձյալ ընտանեկան լուրջ խնդիրներու համար պետք է աղոթենք զավակներ սխալ ջամփաներու մեջ կգտնվին պետք է աղոթենք ձոմաբահությունով ոչ թե վերջին հոգերնիս է ասված թող խոսի ես աստուծոց կացեմ լուրջությամբ ձոմաբահությունով ով դեր ես այս դժվարությամբ մատնված եմ ինձ համար այս լուրջ հարց է եւ ձոմաբահությունով աղոթքը ասված կքնահատե այդպեսով մենք ցույց կտանք որ ով դեր գուզեմ քու միջամտությունը գզրգվիմ ամեն հաճույքները ես ոչ պիտի ուդեմ ոչ պիտի խմեմ մինչև որդում պատասխանես միջամտես անորամար ձոմ կբահենք դարձյալ եկեղեցական դժվարություններու համար ձոմ կբահենք աստուծո առջև կխոնարհենք անոր թեմքը կխնդրենք եթե հովել մարգարեին գիրքը գարտանք առաջին գլուխ 14-րդ համարը գսե ձոմաբահության օր որոշեցեք հանդիսավոր ժողով քարոզեցեք ձերերը ու երկրի բոլոր բնակիչները ծեր դեր աստուծուն դունը ժողվեցեք ու դերոջը աղաղագեցեք եթե գարտանք 11-րդ համարեն գարտան բդի գրեք գսե ամճցեք
ով երկրակորձեր ժողովրդին գուղե եւ գրոնական խավին ամծեք ով երկրակորձներ ողբացեք ով այքեկորձներ թե ծորենին համար եւ թե քարին համար քանզի արդերուն փերքը գործվեցավ որթը չորցավ ու թզենին նվաղեցավ նրենին արմավենին խնցորենին արդին բոլոր ծառերը չորցան այսպես մարդոց որդիներեն ուրախությունը վերցավ քուրց հակեք ու ողբացեք ով քահանաներ հարաչեցեք ով սեղանին բաշտոնյաները եկեք ով իմ աստուծույց ծառաները քիշերը քուրցերու մեջ անցուցեք քանզի հացի ընձան ու թափելու նվերները ծեր աստուծույն դունեն վերցան ձոմաբաուտյան օր որոշեցեք ինչպես կարդացինք արդյոք ժամանակը հասած է որ եկեղեցվո առաջնորդներ այսպես գոչեն հոսքը քաղաքական մարդոց չէ քաղաքական մարդոց մե հուշ չի գա ասված գագնգալ է իր ծառաներեն սեղանին բաշտոնյաներեն դաջարի մեջ աշխատողներեն գագնգալ է ձոմաբաուտյան օր որոշել այնպես որ այսալ ճշմարտություն է եւ ասված պիտի միջամբդե հոգեգան հիվանդություններով համար ձոմաբաուտյուն կատարել հոգեգան հիվանդություններ կան երբեմն աստծո կողմէ որպես բադիժ կդրվին զիս սխալմի ասկնանք բոլորանք որոնք հոգեպես կդարաբին աստծո կողմէ կպատճվին ոչ ըստ առաքյալի խոսքերուն առաքյալը ինքս է խոսքսե հաղորդության մասին խոսելու ժամանակ գսե ասոր համար ծեր մեջ շատ հիվանդներ ու ցավաթարներ կան եւ շատ երալ գննչեն հիվանդները ֆիզիկապես հիվանդներ են ցավաթարներ հունարեն բնակիրին իմաստին հիման վրա է որ գխոսին ցավաթարներ հոգեգան հիվանդություն անդրամատրություն այդ ինչալ անես անդրամատիրը եւ շատ երալ գսե գննչեն ասված գարն է ինչու բասնզի գսե եթե ինքնից տադելու լայք պիտի չթադվեինք, իսկ երբ կթադվենք, դերոջ մեկը խրադվենք, որբեսի աշխարհի հետ չդադաբարդվենք։ Այս է նպատակը Աստուծո։ Աստված իր զավակները գտաստիարագե, գխրադե եւ գբաճե։ Ուրեմն այս տեսակ վիճակներու մեջ ձոմաբաությունով դերոջի երթանք։ Ինչու հետս այսպես կլա։ Ինչու այսպես եմ ես։ Դարձյալ հոգիներու փրկության համար ձոմաբաությունով աղոթել։ Աննա ձոմբայից թե ֆիզիկական թե հոգիներու ծնունդին համար թե ֆիզիկապես Աննան գիշեք զավակ չունեցավ քնած դերոջմե խնդրեց մենք որպես հավատացյալներ իմիջի պետք է ունենանք որ մարդիկ հոգևոր ծնունդի գարիք ունին հոգևորապես պետք է ծնին, պետք է աղոթենք անոնց փրկության համար։ Դարձյալ հաջող ծառայության համար պետք է աղոթենք, հաջող ծառայության համար։ Ասիկա գարտանք Եզրաս քիրքեն, եթե գիշեք հոն թեփքը գարտամ 21-23 Եզրաս 8-ը գսե եւ հոն Ահավայի կեդինքով ձոմաբահություն քարոզեցի, որբեսի ինչն են խոնհարինք մեր դեր Աստծուն արչև ու անգե հաջող ճամփորդություն խնդրենք մեզի ու մեր ընտանիքներուն եւ մեր բոլոր ստացվածքին համար բասեզի ճամփում մեջ մեզ տշնամիներ են պաշտպանելու համար թակավորեն զորք ու ցիավոր ուզելու ամճցա որովհետև թակավորին ըսեր էին թե մեր Աստծուն ցերքը բոլոր զանիգա փնդրողներուն վրա է փարությամբ ու անոր զորությունը ու փարգությունը ամեն անոնց վրա որոնք զանիգա գթողեն ուստի ձոմ բռնեցին ու այս բանին համար մեր Աստծուծմեն օգնություն խնդրեցին ու անիգա մեր խնդրվածքը ընդունեց հաջո ծառայության համար ձոմ բայել խոսքին ծառաներուն համար ձոմ բայել ավետարանի չէ հովիվ է Սուրբ Քրոց վարդապետ է անոնց համար ձոմ բայել Սակայն ըլլա ձոմաբաությունը ըլլա բակը Աստուծո ընդունելի գտարնա
երբ մեկ պայման կա, մեր սիրտը ուղիղ է անոր առջև։ Եթե ձուր է, զիգզակ օգուտ մը, իմաստ մը չունի։ Այնադեմ, երբ ուղիղ սիրտով ձոմաբաուտյապ գաղոթենք, ավելի հեզ և խոնար գլանք, գփոխվենք, ավելի աստվածաբաշտ գլանք, ավելի Քրիստոսի սիրովը գլեցվենք։ Ձոմաբաուտյունը և բակը ըստի բողագամություն չէ, այլ սիրով գլանք, քիդակցությամբ կնենք, ինչու համար ես ձոմ պիտի բահեմ, ինչու համար, ինչ է պատճառը, ինչու համար բակ պիտի բահեմ։ Մեկը որոշեր է, որ մինչև ժամը 2-3 պիտի չուդե։ Գինը գգան չէ, ջաշըտ պատրաստ է եգուր, չէ գսես իմա մինչև 3 ձոմ պիտի բահեմ, ինչր է, երգնցեր է, ֆոթեի վրա, թիվի գտիդ է, ձոմ գբահ է։ Կամ չեմ կիդեր պարեգամին է թուղթ գխաղա։ Երբ ձոմ գբահենք, նույտ մգա, թժվարություն մգա, մեր խելքը միտքը անոր վրա գետրոնացնենք և աստուծո գդանենք և ասենք ով դեր գխնդրենք անոր միջամդությունը և ոչ անոր խելք կուդանք, ուղություն կուդանք։ Ուրեմն, սովորություն ալ չէ, ընելու սիրույն, գիտես, 40 օրվա բակը հիմա թրացիների չպիցեն, եթե հիմա խորոված մնեմ, կեբապ մնեմ, ամեն պիտի դարացվի հոդը բիցեն նայր, աս անհավադին նայ է, բակա չի պրներ։ Այնպես որ ինչ ունենք, ոչ, այդ չէ, ընելու սիրուն չէ։ Աստուծո անընդունելի ձոմաբաուտյան մասին գգարտանք աստծո խոսքի մեջ։ Եվ գոչված է այդ ձոմաբաությունը փարիսեցյան ձոմաբաություն, փարիսեցյան։ Գարտանք մեր դիրոջ խոսքերը Մատթեոս ավետարանի 6-րդ գլուխին 16-17-ը գսեհոն ու երբ ձոմ գբահեք գեղձավորներուն պես դրդումերես մի ըլլակ քանզի իրենց երեսները գավրեն որբեսի մարդոց երևնան թե ձոմ գբահեն ճշմարիտ կսեմ ցեզի անոնք իրենց վարձ կարած կլան բայց թուն երբ ձոմ գբահես գլուխդ օձե ու երեսդ լվա Ամենադեն երբ այս համարը գարտամ դրդումերես մի ըլլակ, գեհիշեմ երբ Հունաստան չկացած Երուսաղեմ կացի, այնտեղի վանքին դեսուչը հայր սուրբը ձանոթս ըլլալով սավ եգուրքովը մնացի և շապատ օր մներ, լացի բադին հոնդեղը և գտարնանք, սինագոգ մը պնդրեցինք, որ երտանք պատասխանադույն հետ գարկ հարցումներ ունեինք, հարցնենք, պատասխանը ստանանք, ինչ որ է, Խախամ մտեսանք աշակերտներով շրջապատվածոն, քիչ մգերտամ մենք ալգը մոդենանք, որ նյութը փանանք հարցում ունենք, անոք գեհերանան, ավելի գմոդենանք գեհերանը, վերջը աշակերտները մեկը սավ, խախամին թեպ տալ, այսինքն գվախնայր, սավ նայեցեք այսօր շապատ է, ձոմաբաուտյան օր է, ինչ կուզեք, մի նեղացնեք մեր խախամին։ Հիսուս կսե գեղձավորներում բես մի ըլլակ, երեսըտ լվա, ուրախ եղիր, և դերոչը կնան։ Ուրեմն, ասոնք, աստուծո բադվիրաներ զանց կնեին, մույս կոմե ձոմ գբահեն։ Եսայա 58-րդ գլուխի մեջ հոնալ ասված, որքան խոսեցավ այս ժողովուրդին, աստուծո ժողովուրդն էին, հովել մարգարեին հատված տալ, որ գարտացի, որպես աստծո ժողովուրդը ասված գոչ կնե։ Հիմա եթե մենք ալ աստծո ժողովուրդ ենք, չէ, այդպես չեն գսեր, մենք առաջին քրիստոնյա ժողովուրդ եղած ենք։ Լավ, ասված կխոսի, մտի գրե։ Եսայի 58:3-7 գսե։ Մենք ինչու ձոմ բահեցինք և թուն չտեսանք։ Մեր անձերը չարչարեցինք ու թուն չգիտցար։ Ահա ծեր ձոմաբաուտյան օրը ծեր փախցանքը կգադարեք։ Ձոմաբաուտյան օրը ծեր փախցանքը, ծեր փափակները կգադարեք։ Եվ ծեր ամեն բանջումները խստությամբ կբանջեք։
Ահա գրվի ու վեճի համար եւ չարության փրունցով զարնելու համար ձոմ կբահեք։ Այս օրվան պես ձոմ մի բահեք ու ծեր ցայնը բարձրերը լսել դակ։ Իմ ընդրած ձոմաբահությունս ու մարդումը իր անձը խոնարեցնելու օրը այսպես կլա Աստված կհարցնե։ Իր գլուխը գունիվի պես ձրելով եւ իր դակ քուրց ու մոխիր դարածելով գլա ասիգա ձոմաբահություն ու դերոջը ընդունելի օր պիտի անվանես։ Ահա այս է իմ ընդրած ձոմաբահությունս, որ անիրավության գաբերը քագես եւ լուծին գաբերը թույլցունես ու հարստահարություն գրողները ազատ թողուս եւ ամեն լուծը գոդրես։ Քու հացդ անոթին բաժնես եւ թափարական դնանքները դունդ ընդունիս, երբ մերկ մտեսնես զանիգը հակվեցուր ու քու մարմինեդ քեզ չբահես։ Որքան մարդիկ այսօր իքսիկնի գխապեն, բակ կպրնե, ձոմ կպրնե, բայց սիրտը ձուր է Աստուծո առջև, անընդունելի է։ Հիսուսալ ձոմ բայեց որպես որդի մարդո եւ Սուրբ Հոգին առաջնորդվեցավ։ Պատրաստ էր Աստծո կամքը կատարելու։ Ձոմաբահության մեջ 40 օր 40 գիշեր ցերեկ ձոմ բայեց, ոչ կերավ, ոչ ալխմեց եւ Աստուծո կամքը կատարելու պատրաստ էր։ Քրվածը լավ գիտեր։ Այսօրվա ձոմաբահություն ընողները քրվածը չեն գիտեր։ Սուրբ Գիրք չեն կարդար։ Անոր համար ալ հաղթեց Հիսուս։ Քրվածը լավ գիտեր։ Անքուտը սատանան քրվածով եկավ։ Անոթեցեր ես, սակարերուն հացր է, մարդ միայն հացով չապրիր, սավ քրված է։ Դարձյալ մուս բոլոր փորձությունները, 3 փորձություններուն քրվածով հաղթեց։ Եթե ձոմ կբահենք կամ բակ կփռնենք եւ քրվածը չենք գիտեր, Սուրբ Գիրքը բահարանի մեջ թրերեն, ինչ օգուտ իմ բակ փռնելս ձոմ բահելս, ոչ օգուտ, ոչ մեկ օգուտ։ Եվ Պողոս առաքյալին խոսքերը դարձյալ պիտի կարդամ։ Ուստի սիրելիներ, որովհետև մենք այս խոստմունքներ ունենք, մեր անձերը մարմինի ու հոգի ամեն երբ բղծութենը մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստծո վախովը, ոչ թե սրբության մասին խոսենք, ապրենք, այսօր ինչ քարոզիչներ, սուրբի հովեր գարդեն, քարոզները գլսես ասիկա թափ հոգևոր հավատացյալ է, բայց չեն ապրիր։ Առաքյալը գսե մեր մարմինի հոգի ամեն երբ բղծութեն է մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստծո վախովը։ Դերը դա որ այս 40 օրվա Բաքի ժամանակաշրջանին չեմ գիտեր քանի դարիները վեր բակ կփռնես կամ ձոմ կբահես երանը այսօրվն է ըսկսյալ լուրջի առնես եւ անցիդ վրա աշխատիս անցնամակրությունով ըսպաղիս ոչ թե ուրիշները սրբակրես քու անցը սրբակրես եւ այդպեսով դերոջը ավելի մոդելլաս անորոշնությունը ծեր բոլորի վրա հանգչի իր փառքին համար ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր սկզբունքներուն համար որ լսեցինք եւ դերը շնորհե որ մեր ծոմաբահությունը մագերեսային ծոմաբահություն չլա այլ մակրությունով կիդակցինք եւ գետրոնանանք այն նյութին համար որ ծոմ կբահենք Բիդի վերջացնենք երկելով 156-րդ երկը որոն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոտքով բիդի փագենք Հոգիս շունչս եւ մարմինս քեզի ես կնծայեմ Հոգիս շունչս եւ մարմինս
Gentani zohajeli, olor kezgen mirem, subseranit ratervat, aha kezges basem, vor gragov makrevat, elam kutavidyan. Ով մեծ փրկիչ և հզոր, քեզի եմ հնազանդ, և գրագիտ անցնադուր, նայիմ քեզ անտատար. Սուրբ սեղանիդ վրաթրված, ահա քեզ կսպասեմ, որ գրագով մաքրված, ըլլամ քութավիդյան. Ոհանցնադուր իմ սրտիս, հիմա գրագ ղրգեմ, ուր այրելով իմ ընձաս, ամքից մաքուրն եմ. Սուրբ սեղանիդ վրաթրված, ահա քեզ կսպասեմ, որ գրագով մաքրված, ըլլամ քութավիդյան. Հիսուս կտած կուգեմ ես, լվազի սարյունով, քեզ հաճելի ողջագես, ըրեզի սուրբ հոգվով. Սուրբ սեղանիդ վրաթրված, ահա քեզ կսպասեմ, որ գրագով մաքրված, ըլլամ քութավիդյան. Ընդունեով դեր, որ այս երկը որպես աղոտք մատուցանեցինք, այո դեր, գիտակցությամբ քո առջևդ կուքանք, գիտենք, որ ապ մոհող ենք թերություններով, դգարություններով լեցուն, օգնե մեզի, որ մեր սիրտը ուղիղ լա քո առջևդ եւ դեր հոգի շունչ մարմին քո ցերկերուտ մեջ լան շարունակ, որբեսի դեր քեզի հաճելի կյանք մաբրինք եւ երրորդությունը փառավորվի։ Հիսուսի անունով գխնդրենք։ Ամեն։ Amen.